Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Եթե մտածում ես, որ իմ տանն է, ուրեմն արի վերցրու։ Ես հիմա տանը չեմ, մի ժամից կլինեմ։ Լավ, ուրեմն կգամ։ Սար։ Փաստորեն արդեն ձեր տանն եք, հա, հանդիպում։ Հիմա եմ հասկանում, ինչի երեք պայմանավորված ժամին չեկար, կարևոր հյուրեր ունեիր։ Սարա ոչ մի կազմակերպված հանդիպում չի եղել։ Ինձ համար էլ էր անակնկալ, որ վերերկացը եկել էր մեր տուն։ Չգիտեմ որտեղից է հասցես իմացել։ Հենց նոր այդ ամեն ինչը քեզ պատմում էի, ուղղակի չասեցի քեզ, որ տուն ա եկել, որտեղ դրան կարևորություն չտվեցի։ Պարզը։ Կներես գոր, ուղղակի ինձ էլ հասկացի։ Ես չգիտեմ ինքը ով ա, չգիտեմ իրենից ինչ սպասեմ։ Ու դուք իրար սիրել եք, չէ՞։ Էն էլ շատ։ Ու դա չի կարող հենց այնպես անցնել։ Սարա, արի հենց հիմա գնանք տուն։ Ինչքան էլ ես ամեն ինչը քեզ ասում եմ, ես հասկանում եմ քեզ, որ դու կասկածներ ունես։ Արի գնանք ու դու կտեսնես մեր շփման ձևը։ Կտեսնես ոնց ենք իրար հետ շփվում ու այդ մտավախություններդ կանցնեն մեջիցդ։ Չէ, ես չեմ ուզում գալ ու ես քեզ վստահում եմ։ Հետո էլ տպարանում շատ գործ ունեմ։ Պապիկն էլ քաղաքում չի ու ամեն ինչ իմ պատասխանատվությանն է թողել։ Ուրեմն արի քեզ տանեմ տպարան, ես էլ գիշերը գնում եմ։ Ոնց, այսքան շուտ։ Ուրիշ տարբերակ չունեմ, մինչև թռիչքը անպայման կգամ մոտդ։ Հասկանում եմ։ Գոր շուտ կգաս, հա, խնդրում եմ։ Սար, իմացի, որ չէի գնա։ Ուղղակի իսկապես տարբերակ չկա։ Գիտեմ։ Արման, կարող եմ իմանալ, ում հետ ես խոսում, որ հեռախոսից զբաղված է, կամ որ հետո զանգում եմ, ինչ ես անջատում։ Արման, կարող եմ իմանալ, ում հետ ես խոսում, որ հեռախոսից զբաղված է, կամ որ հետո զանգում եմ, ինչ ես անջատում։ Լավ կլինի հիմա էլ ես անջատամ, ու էլ չպատասխանեմ զանգերին։ Դե լավ էլի փուջուրս։ Չեմ հասկանում, թարս ֆոտքից ես արթնացել, ինչ ես անընդհատ առավոտից հետս մենակ կռիվանում։ Բա որ զանգում եմ, Արման, ինչի՞ չես պատասխանում։ Որովհետև տեղս հարմար չի։ Վերջացրիր հանդիպումդ այդ աղջկա հետ։ Չես մարսել հա այդ զանգը։ Ես։ Չէ, ես ինչ։ Դու չես մարսելու, ուղղակի դեռ տեղյակ չես։ Դու տանն ես։ Ես վաղուց եմ տանը, Արման ջան։ Մի րոպե հեսա կզանգեմ էլ կա։ Կներեք, կսպասեք։ Չհասկացա։
Սարարանի մի սիստեման արդեն վերջացել է, բայց իրան լավ չի զգում։ Հնարավոր է բժշկին ասենք մոտենա։ Շատ լավ, հիմա կասեմ։ Շնորհակալություն։ Ալո։ Արման տղա դու ուր ես։ Գործերով ելկա։ Հա։ Հա, հաստատ։ Իսկ այդ ինչ գործ է, որ անջատում ես իմ հեռախոսազանգը ու գնում ես ինչ-որ աղջկա հետ խոսելու։ Ելկա, դու կարող ես իմ վրա տեսախցիկներ ես տեղադրել, ես տեղյակ չեմ։ Հա, այսինքն ես չէի սխալվում։ Ճիշտ է ես, հա։ Ընդհանրապես կատակ եմ անում, ելկա։ Կատակ չէր Արման։ Ես լսեցի այդ աղջկա ձայնը։ Հա, իսկ կարող ես այն առավոտվա աղջիկն է, որ առավոտվանից գնացել ես իր մոտ ու մոռացել ես հետ գաս։ Ելկա, դու արդեն իրոք չափազանցնում ես։ Լավ, ես չափազանցնում եմ։ Տեսազանգը միացրու։ Ինչի համար։ Որ տեսնեմ որտեղ ես։ Չեմ կարող։ Ինչի չես կարող։ Մի կնոպկայա չես կարող սեղմել։ Ելկա, հազարումի մարդա գնում գալիս, հարմար չի, ամոթ է։ Արման, ես ձայն չեմ հանի։ Միացրու ուղղակի տեսնեմ որտեղ ես։ Չեմ կարող։ Չես կարող, թե չես ուզում Արման։ Դե լավ էլի ելկա, կլինի հետո խոսենք։ Ես հենց հիմա գալիս եմ։ Ուր։ Չգիտեմ ուր։ Գալիս եմ տեսնեմ որ օրվանից է աշխատանքիդ բնույթը փոխվել ու ոնց է ստացվել որ պապիկի աշխատավայրում ինչ-որ անհայտ ծագման աղջիկներ են հայտնվել։ Դե շատ լավ, արի, բայց որ հաստես կզանգես որ քեզ դիմավորեմ։ Ձեր ես Արման։ Դե բա ինչ ասեմ։ Այս քո խանդը արդեն աբսուրդի է վերածվում, որովհետև գոնե ես քեզ ոչ մի անգամ դրա առիթը չեմ տվել ելկա։ Այսօր ինչ է հետդ կատարվում ելկա, չեմ հասկանում։ Ես էլ քեզ չեմ հասկանում։ Ելկա։ Հիմա էլ ես չեմ պատասխանելու։ Դե տանջվի։ Մեկա ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Բայց այդ ոչ մի կապ չունի։ Մամ, ինձ թվաց չես գա այսօր աշխատանքի։ Հասկացա, որ տանը մնալն ավելի վատ է։ Մտքերիցս ուղղակի խելագարվում եմ։ Ու որոշեցի, որ պետք է գամ աշխատանքի։ Ձեզ մոտ ինչ կա, ամեն ինչ լավ է։ Հա, ամեն ինչ իր հունով գնում է։ Շատ լավ։ Ռեբեկա ջան, ուզում էի խոսել այսօրվա կատարվածի մասին հետդ։ Մամ, լավ էլի խնդրում եմ, տեղից տրամադրություն չունեմ։ Լավ, բալես, հետո կխոսենք, բայց ես ուզում եմ, որ յուրաքանչյուր բառ խոսելուց առաջ չմոռանաս, որ դիմացդ պապիկը տա կանգնած։ Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով ինքը դիրքերը թուլացրել է, դա չի նշանակում, որ պետք է օգտվել ստեղծված հանգամանքից։ Սկսվեց նորից։ Մամ, ախր նորմալ է, որ մարդիկ կանան իրար հետ խոսեն, քննարկեն, բանավիճեն, այդ ամեն ինչը շատ նորմալ է, հասկանում ես։ Բայց ոչ ես պարագայում։ Այսինքն ոչ ես պարագայում, ինչն է փոխվել, որ ուրիշ պարագաներում նորմալ է, հիմա չէ։ Լավ էլի Ռեբեկա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դու ինչ ես անում ստեղ։ Ռեբեկա։ Մամ, դու մի խառնվի։ Դուք Ռեբեկայի մաման եք։ Այո։ Հա, ուրեմն այս ծաղիկները ձեզ։ Ինձ։ Շնորհակալ եմ։ Ժամանակ ունեք երկու բառ խոսենք։ Չէ, չունի։ Իհարկե ունեմ։ Մամա։ Իդեպ ես Արամն եմ։ Ես էլ Նարինեն։ Ինչ ժպտերեսկին եք, դուք հաստատ Ռեբեկայի մաման եք։ Հաստատ։ Գավա առանձին խոսենք։ Համեցեք։
կներես ուշացա։ Լավ ես։ Արի։ Հիմա միասին են։ Հանգստացի Սառա, հավաքի քեզ։ Փաստորեն ստեղ էր։ Փաստորեն։ Ես քեզ այդքան սպասեցի։ Կարող է դու էլ քաղաքավարությունից ելնելով ինձ սուրճ հյուրասիրես։ Կներես, բայց այդ սուրճը երևի պետք է մոտակա ինչ-որ մի վայրում խմես, որտեղ ես ժամանակ չունեմ, շտապում եմ։ Պետք է գնամ։ Ուր ես գնում։ Ամերիկա։ Ամերիկա։ Բայց ինձ ասել էին, որ դու վերջնական տեղափոխվել ես Հայաստան։ Այդ նշանակում է, որ քո իմացած ինֆորմացիան ստույգ չի։ Որտեվ իմ կյանքը, իմ գործը, իմ ամեն ինչը Ամերիկայում է։ Դժվար չէ ես հիմնական տեղափոխված լինեի Հայաստան։ Դե հա, այդ էլ կա։ Դե ինձ թվում է ես էլ ստեղ արդեն անելիք չունեմ։ Քո համար էի եկել Հայաստան։ Մտածում էի ստեղ կտեղափոխվեմ ու կապրեմ, բայց քանի որ դու գնում ես, ես էլ կգնամ։ Իմ կյանքն էլ այնտեղ, իմ տունը, ընտանիքը, ամեն ինչ։ Եվա, ես չեմ ուզում ոչ մի ձև քեզ նեղացրած լինեմ, բայց մի արան այնց բան, որ իմ համար է, կամ ինձ պետք է օգուտ տա։ Դու պետք է մտածես քո կյանքի մասին, քո այն կյանքի մասին, որի հետ ես ընդհանրապես կապ չունեմ։ Գիտես, ես ամենաշատը ինչ եկա Հայաստան, որովհետև ինձ Ամերիկան հիշացնում էր քո ու այն դրվագի մասին։ Ամերիկան իմ համար կորուստների երկիր է։ Սկզբում կորցրեցի քեզ, հետո կյանքիս լավագույն 5 տարիները։ Իսկ հետո ամենակարևորը իմ ու քո երախուն։ Գիտես, եթե ես գոնե այդ երախուն կորցրած չլինեի, ես չէի գա քո մոտ։ Կհաշտվեի այն մտքի հետ, որ քեզ վերջնական կորցրել եմ, որովհետև դու ինձ մեծ վիրավորանք ես տվել գոր։ Դու գնացել ես իմ կողքից այն ժամանակ, երբ որ ես քո կարիքը ամենաշատն եմ զգացել։ Ես կմոռանայի ես սիրո մասին։ Բայց կմտածեի, որ գոնե քեզանից մի հատ մասնիկ կա ու ինքը իմ հետ է մեծանում։ Բայց քո պատճառով ես իրան էլ կորցրեցի գոր։ Ինքը քեզ սիրում է, ուղղակի պաշտում է։ Սառա, գորի կյանքում մի անգամ արդեն շատ վատ բան է եղել։ Ինքը մի աղջկա էր սիրում ու շատ էր սիրում, բայց այդ պատմությունը շատ վատ ավարտ ունեցավ։ Ինքը շատ վատ էր ու հետո շատ երկար ժամանակ ոչ ոքի չի սիրել։ Այնքան երկար, որ ես ու մաման մտածում էինք էլ երբեք ոչ ոքի չի էլ սիրի, բայց հետո հայտնվեցիր դու։ Ու ես գիտեմ, եթե հիմա դուք միասին չլինեք, ինքը կարող է կյանքում ոչ ոքի չսիրի, ու մենակ մնա։ Իսկ ինձ համար գորի երջանկությունը ամենակարևորն է, թող ինձ հետ չխոսի, մեծ չշփվի,
Ինչ անեմ, գնամ թե սպասեմ։ Ինչ անեմ։ Երեխոլուրը ինձ էլա ցնցել։ Ես չեմ իմացել։ Իսկ որ իմանայիր ինչ էր փոխվելու, կորես ամեն ինչ արել եմ, որ քեզ ասեմ դրա մասին, բայց դու քո մոտ տանող բոլոր ճանապարհները փակել էիր։ Որ եկար Հայաստան, ինձ թվաց իմ մասին մոռանալու համար ես եկել։ Ամեն ինչ արել ես, որ մոռանաս այդ չարաբաստիկ օրը։ Կոր մեզ կապող այնքան բան կա։ Մեր սիրուն պատմությունը, մեր սերը, մեր ցավը։ Ես այդ ամեն ինչը լավ հասկանում եմ։ Բայց դու էլ պետք է հասկանաս, որ այդ մեր անցյալն է։ Իսկ անցյալը ներկայի հետ հիմա պետք չի որ խառնես իրար։ Գործերը կարա անցյալ դառնա, բայց ոչ երբեք ցավը։ Ցավը երբեք անցյալ չի դառնում։ Ինչքան տարիներ էլ անցնեն, ես չեմ կարա մոռանամ այն փաստը, որ ես երեխա եմ կորցրել, որ վթարի ժամանակ ինչ որ մարդ է մահացել, ինչ որ երեխա կորցրել է իր հորը, իսկ ես իմ երեխուն։ Երևի Աստծո արդարություններ այդ։ Բայց ես ինչքան էլ ուղեղով հասկանում եմ այդ ամեն ինչը, միևնույնն է, իմ ցավը դրանից չի մեղմանում գոր։ Դու չես իմացել երեխու մասին, բայց դու չես կարողացել համակերպվել իմ կորստի հետ։ Դրա համար ես չէ եկել Հայաստան։ Եվ արի վերջ տանք։ Ինչի։ Ինձ մոռանալու համար չես եկել Հայաստան։ Չէ։ Դու ասա չէ։ Ես հո գիտեմ, որ հակառակն է։ Գոր ես ու դու նույն բանն ենք զգում։ Իմ մոտ էլ ասերն ու ատելությունը խառնվել իրար։ Գիտես տարօրինակ է։ Համ սիրում եմ քեզ, համ էլ չեմ կարողանում ներել։ Գիտես, բայց հիմա ավելի հանգիստ եմ։ Կարևորը խոսեցի հետդ։ Ու հասկացա, որ դու էլ ինձ չես մոռացել, որ մեր հարաբերությունները քո համար են այնքան կարևոր, որքան որ իմ։ Իմացա, որ դու էլ ես տանջվում։ Առաջինից չվերթով ես էլ կգնամ Հայաստանից, ստեղ ինձ կապող ոչ մի բան չկա։ Ալակոր, Ոնց է սար։ լավ եմ, Լացում ես։ գնաց Եվա։ Գնաց։ Չէ, ինչի պիտի լացեմ, ամեն ինչ կարգին է։ Մինչև թռիչքը ուզում եմ գամ հետդ լինեմ։ Հա, ես էլ եմ ուզում։ Դե ուրեմն գալիս եմ հետևիցդ։ Տիկին Նայելե ջան, հիմա իրավիճակն էսպիսինն է։ Ես ձեր աղջկան նեղացրել եմ։ Համենայն դեպս իրան ա թվում, որ նեղացրել եմ, ինչի համար, որովհետև ինքը միշտ ուզում է, որ մենք լռենք այն ամենակարևոր բաների մասին։ Բայց լռելը միշտ չի, չէ՞ որ ճիշտ է։ Չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց իհարկե։ Մամա, Հիմա փաստը այն է, որ ձեր աղջիկը ոչ ուզում է ինձ տեսնի, ոչ էլ ուզում է իմ մասին լսի։ Իսկ ես չեմ ուզում իմ համար շատ կարևոր ու թանկ ընկերոջ իմ կյանքից կորցնեմ։ Երևի հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Ինձ թվում է հասկանում եմ։ Հիմա ձեր աղջիկն է հասկանում եմ, որ դուք էլ իմ նման ձեռքը կրակն եք ընկել ու ավելի լավ կիմանաք ձեր փորձը ավելի մեծ է, էլի, թե ոնց հետը լեզու գտնեմ։ իսկ ոչինչ, որ ես ստեղ եմ։ Ոչինչ։ Իսկ կարող եմ ամեն դեպքում դրսում խոսեք։
Ուղղակի հաճախորդներ են գալիս, պետք է մեզնից մեկը սպասարկի, թե չէ։ Ես մեծ սիրով ուղղակի ինքը չի խոսում իմ հետ ոչ մի բառ։ Արի կխոսենք։ Ես ճիշտ լսեցի։ Կարծես թե։ Ուրեմն ես գնամ քանի չի փոշմանել ու ասեմ, որ շատ հաճելի էր։ Ինձ նույնպես Արամ ջան։ Ուզում էիր խոսենք, չէ՞։ Ասա լսում եմ։ Ճիշտն ասած, ես լրիվ ուրիշ խոսակցության էի սպասում ու մարտական տրամադրված եկել էի, բայց տենց հանգիստ ես քեզ պահում, որ ամբողջ մտքերս իրար խառնվեցին։ Ուրեմն ես կասեմ։ Հա, ամեն դեպքում կռվում ենք։ Ես չեմ պատրաստվում քո հետ կռիվանեմ կամ վատ տոնով խոսեմ։ Ամեն դեպքում խնդրում եմ ուղղակի, որ նման խաղեր էլ հետս չխաղաս։ Դու ինձ արդեն շատ լավ ճանաչում ես, գիտես, որ ես պետքա կռիվանեի, բայց չեմ անում, որովհետև շատ բաներ եմ հաշվի առնում։ Օրինակ ինչ։ Օրինակ են, որ դու ինձ շատ հարցերում օգնել ես։ Ինձ մենակ չես թողել, երբ որ ինձ դժվար ա եղել։ Իսկ ես այնպիսի մարդ եմ, որ չեմ կարող մարդկանց լավության տակից դուրս չգալ։ Ես գնահատում եմ մարդկանց արած բարությունը։ Ուղղակի խնդրում եմ քեզ, որ գնաս ու այս տեսակ խաղեր էլ իմ հետ չխաղաս։ Բայց մեր խոսակցությունից հետո շատ բաներ կարող է փոխվեն, գիտես։ Իսկ մեր խոսակցության մեջ ինչ կար, որ պետք է ինչ-որ բաներ փոխվեն։ Այսինքն այն, որ ես այդպես էլ չհասկացա, թե ես ինչ պետք է զգայի, դու ինչ նկատի ունեիր։ Ու հետո ես աշխատանքի եմ պետք է գնամ, հաջողություն։ Վատ չի, գիտես, ոնց որ սառույցը սկսում է հալվել։ Նայ որ մեծ չի զանգում։ Երևի իր աշխատակցություններով զբաղված դրա համար էլ չի զանգում։ Փոխանակ զանգի սիրտս շահի։ Չէ, ուղղակի մարդը չի զանգում։ Բայց չեմ պատասխանի ամեն դեպքում։ Կարևորը որ զանգեց։ Գոր երբ հատրիչքդ։ 2 ժամից պետք է օդանավակայանում լինեմ։ Ես էլ գամ հետդ օդանավակայան։ Չէ, էլի սար, այդ բաժանման պահերը ծանր եմ տանում, որ դու գաս հետո իմ համար դժվար է լինելու։ Ինչ։ Մեկը մեզ կողքից տեսնի կմտածի տարիներով ես գնում։ Բաժանումից ենք խոսում, հեռավորությունից, մինչդեռ ընդամենը 4-ից 5 օր է։ Ընդամենը։ Պաստորեն մենակ ես եմ, հա, ծանր տանում։ Չէ, ես ավելի ծանր եմ տանում։ Կգամ ու վերջապես կամոստանանք։ Բան չմնաց, ընդամենը մի շաբաթ ու մի քանի օր։ Հա, ու երազանքս կկատարվի։ Իմ սիրուն Սառան պաշտոնապես կդառնա իմ կինը։ Գոր, ես քեզ շատ եմ սիրում։ Ուղղակի։ Ուղղակի։ Ինչ ուղղակի։ Ուղղակի մեջս ինչ-որ վախեր են առաջացել։ Այ քեզ նորություն, ինչ վախ։ Որ կկորցնեմ քեզ։ Գոր, գիտեմ, մտածում ես ասածներս անհիմնական, ինչ-որ անիմաստ բաներ եմ խոսում, բայց չգիտեմ, մեջս ինչ-որ տագնապ է առաջացել։ Այ հիմա հետդ կանգնած եմ, բայց գիտեմ գնալու ես ու չեմ ուզում, որ գնաս։ Անընդհատ ինձ թվում է դու ինձնից ավելի ես հեռանում։ Այդ վախերի տանումը երևի Եվա է։ Սառը, ես քեզ չեմ ասում, որ չմտածես, որ իմաստ չկա։ Չէ, հակառակը մտնում եմ քո դրության մեջ ու հասկանում եմ քեզ։ Ավելին ասեմ,
Մտածում եմ ես քո տեղը լինեի կարող է այդքան համբերատար չլինեի։ Բայց այդտեղ մի հատ շատ կարևոր բայց կա։ Ես քեզ աշխարհի չափ սիրում եմ։ Ես քեզ ընտրել եմ որպես ինձ կողակից։ Ես քեզ ընտրել եմ որպես ինձ կին։ Այդքանը քեզ երիկ չի։ Իսկ եթե ես այդ աղջկա հետ ուզենայի կապ պահպանեի, ուրեմն հաստատ կպահպանեի։ Ամերիկայում կմնայի չէի գա այստեղ ու կպահեի, կիմանայի իր մասին։ Ուզում եմ քեզ ասեմ, որ իմանաս, այն ինչը իմ համար վերջանում է, ուրեմն շարունակություն ունենալ չի կարող։ Հա, բայց դու մեր հարաբերություններում էլ ես վերջ դրել ու հիմա միասին ենք էլի։ Մեր հարաբերությունները մի քիչ ուրիշ է եղել։ Հա մենք գոռացել ենք իրար վրա, կռվել ենք, վիճել ենք, բայց հենց ես քեզ ասում եի վերջ, մի քիչ գնում էի ենկոմ ու ուշքո միտքս դու էիր։ Այստեղ ասում էի վերջ, այնտեղ ընկնում էի հետևից։ Չգիտեմ ինչ ես արել հետս աղջիկ ջան, կախարդել ես երևի։ Մի բան էլ ասեմ, որ վերջնական հանգիստ լինես։ Ինքը հետա վերադառնալու Ամերիկա։ Հա? Աչքս լույս այդ ոնց։ Չգիտեմ ոնց ինչ, որտեվ ինձ չի հետաքրքրում, բայց ասեց, որ վերադառնալու է։ Բայց ընկերդ վատ ճաշակ չունի, գիտես։ Մամա, ինչ ընկեր, կլինի ամեն ինչ սխալ չմեկնաբանես։ Ռեբեկա ջան, բայց ես ինչ վատ բան ասեցի։ Ընկերդ չի։ Մի քանի օր տեսնում եմ դրսում կանգնած, հարցնում եմ ով ասում ես ընկերներ ենք։ Հա, ընկեր, սովորական ընկեր։ Իսկ դու ինչ նկատի ունեիր։ Ես ոչ մի բան, ես։ Հաջախորդ եկավ, դու կսպասարկես թե ես։ Ես կսպասարկեմ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Բարև ձեզ, ինձ Ամերիկայի տոմսը անհրաժեշտ։ Կասեք ամենահարմար ու ժամային գրաֆիկով ամենամոտ չվերթը երբ է։ Իհարկե կասեմ, միայն որ խնդրեմ կնշեք վերջնակետը, որ նահանգում եք ուզում որ լինի։ Ահա իհարկե Կալիֆոռնիա։ Շատ լավ, հիմա նայեմ ամենահարմար տարբերակը ձեզ համար։ Մերսի շատ։ Ես կխանգարեմ ձեզ, որ մի հատ զանգ կատարեմ։ Չէ, իհարկե, խնդրեմ։ Ալո։ Արամ ջան, բարի օր։ 1000 բարի եւ ջան, ես ինչ հաճելի զանգեր։ 1000 տարի էր չենք խոսել իրար հետ, ո՞նց ես։ Լավ եմ, դու ոնց ես սիրուն տղա։ Ես որ Հայաստանում եմ, շատ լավ եմ։ Լսի, ես էլ եմ հիմա Հայաստանում ու Ամերիկայի տոմս եմ ուզում վերցնել, դրա համար որոշեցի քեզ զանգեմ։ Հայկոն ասեց Հայաստանում ես, ասեցի մի հատ քեզ տեսնեմ։ Իա, եւ ջան, ինչի դու խնդիր ունես։ Օրը ուղղակի չգիտեմ ես երբ եմ գնալու, հնարավոր է չվերթես մի 2 ժամից է լինի, բայց առանց քեզ տեսնելու ես գնացողը չեմ։ Դե, ուրեմն արի ես քեզ հրավիրեմ իմ աշխատանքի վայր։ Համ ես գործից հետ չեմ ընկնի, համ էլ դու ավանդական համով հայկական բաներ ունես։ Օ, դու ես պատրաստում։ Հա, ո՞վ է պատրաստում։ Դե ուրեմն գալիս եմ, ես ոնց կարամ քո պատրաստածից ընդհանրապես հրաժարվեմ։ Ինձ հասցեն գրի ու կգամ անպայման։ Արամ, քեզ անսահման կարոտել եմ։ Ձեր տոմսը պատրաստ է։ Արամ, ես քեզ կզանգեմ, լավ։ 2 ժամից պետք է լինեք օդանավակայանում։ Կհասցնեք։ Այսքան շուտ։ Կհասցնեք։ Հոգի անսպասելի էր։ Դուք պետք է հստակ ասեք, կհասցնեք լինել 2 ժամից օդանավակայանում, որ գործարքն ավարտեմ։ Կպատասխանեք ինձ։
2 ժամը իսկականից շատ շուտ է, էլի, անկեղծ չեմ հասցնի։ Իսկ ուրիշ չվերջ ունեք, թեկուզ այլ երկրով։ Սա ամենահարմար տարբերակն էր։ Ուղղակի 2 ժամը շատ շուտ է։ Ահա Արամ։ Եվ հասցեն ուղարկել եմ։ Շատ լավ, սիրուն տղա, լսի, ես ինձ թվում է չեմ հասցնի այսօր թռնեմ, կգամ, հանգիստ կնստենք, կխոսանք, լավ։ Այո, շատ լավ։ Դուք ասում եք, որ հենց առաջին չվերթով եք ուզում։ Հետո սա շատ հարմար տարբերակ է, ինչ եք հրաժարվում։ Շատ շնորհակալ եմ նման հոգատար վերաբերմունքի համար, ուղղակի իսկապես չեմ հասցնի, թե չէ սիրով։ Եկեք այսպես անենք, ես հիմա իմ տվյալները թողնեմ ձեզ մոտ, դուք ինձ կուղարկեք, հա, մոտակա օրերի ժամերը թռիչքների։ Ոչ մի խնդիր չի լինի, եթե թռիչքը ուրիշ երկրով լինի։ Բարի։ Սա իմ WhatsApp-ն է, կարող եք իմ WhatsApp-ին ուղարկել, լավ։ Շատ լավ։ Շատ շնորհակալ եմ, հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Սիրուն տղա։ Հատիկին Նարինը։ Արման ջան, ինչ նորություն կա։ Դե ճիշտ ասած այս անգամ ամեն ինչ ավելի վատ է տանում։ Չնայած որ բժիշկը ասում է նորմալ, ասենց բաներ լինում են։ Այսինքն ինչ ա լինում։ Դե չգիտեմ, գունատվել է, սրտխառնոց ունի, այդպես։ Ես էլ եմ ուզում գալ հիվանդանոց, Արման։ Չէ, պետք չի։ Հիմա հաստատ պետք չի, որ գաք հիվանդանոց ու իրար սենց տեսնեք։ Սարոյանը հաստատ իրան լավ չի զգա ու ավելորդ տեղը կանհանգստանա։ Բայց ինչ անեմ, ուղղակի անհանգստությունից սիրտս պայթում է, չեմ կարող այսպես։ Դե հիմա հիվանդանոցում ենք, բժիշկներն այստեղ են, ես էլ եմ այստեղ, սրանից ավելի ապահով տեղ չի կարող լինել։ Ու հետո բժիշկն ասաց, որ վաղը կարող ենք գալ տուն, չնայած որ մի քանի օր դեռ թույլ է լինելու ու պետք է ուշադիր լինենք։ Լավ, հասկացա։ Մնում է մի կերպ համոզել, որ այդ քանի օրն էլ չգնա աշխատանքի։ Այդա բարդ է։ Բայց եթե հասկանամ, որ այլ ելք չկա, կտանեմ իմ տուն, որ ոչ աղջիկների մոտ հարցեր առաջանան, ոչ էլ Սարոյանն իրան ավելորդ տեղված կա։ Արման ջան, այնքան շնորհակալ եմ քեզ։ Հիմա եմ հասկանում, թե պապան ինչ էր քեզ այդքան գնահատում ու վստահում։ Դու իրոք շատ լավ մարդ ես, Արման ջան։ Ապրես, շնորհակալ եմ շատ։ Ես ոչ մի բան չեմ անում, ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք։ Հիմա կներեք էլի, ուզում եմ մտնեմ Սարոյանի մոտ, ինքն էլ է իրան ապահով զգում, որ հետն եմ լինում։ Լավ Արման ջան, գնա, բայց խնդրում եմ հետս անպայման կապի մեջ կլինես, հա։ Ես շատ եմ անհանգստանում։ Շատ։ Ասում եմ, որ հրաժեշտներ չեմ սիրում, բայց մինչև վերջին վարկյանը քեզ կողքս եմ պահան։ Դու թողնեիր, թե չէ, մեկա ես չէի գնալու։ Սառը, եթե բացակայությանս ընթացքում ինչ-որ խնդիրներ լինեն կամ են լագոտը հանգարց անհանգստացնի կզանգես, հա ինձ։ Արսենն էլ տպարանում չի աշխատում։ Էդ ոնց։ Դե պրակտիկան ավարտվեց, պապին էլ աշխատանքի չվերցրեց։ Այս արդեն լավ նորություն էր։ Ճիշտ այդ տղեն վտանգ չի ներկայացնում իրանից, բայց մի տեսակ ներվայնանում եմ, որ կողքերը մարդա պտտվում։ Արդեն տաքսին կանչելու ժամանակն է։
Գոր կներես, գիտեմ, որ այնտեղ մնալդ մի շաբաթ չի ձգվելու ուղղակի։ Սար արդարանալու կարիք չկա։ Ինձ էլ է շատ դժվար։ Թեկուզ մի քանի օրով որ հեռու եմ մնալու, մենակ այդ մտքից գժվում եմ։ Իսկ կարող ամեն դեպքում հետդ կամ օդանավակայան։ Չէ, դու պատկերացնում ես, ես հիմիկվանից մտածում եմ, որ չգնամ, իսկ որ գազ հասնես օդանավակայան, ես դժվար արդեն ինքնաթիռ նստեմ։ Համել մենակ չեմ, Արամը հետս գալիս է։ Գոր իսկ եթե չգնաս ինչ կլինի։ Ինչ կլինի, խանութս կփակեն, ինձ են ընկացած կճանաչեն, ու այդքան տարվա աշխատածս, արածս, դրածս կկորցնեմ։ Այդքան բան։ Լավ, էլ ոչ մի բան չեմ ասում։ Դե լավ, արագացրու պատրաստվի, ես էլ կգնամ տպարան ուրեմն։ Բա քեզ sense տխուր ոնց թողնեմ։ Դե իմ տխրելը բնական է, ոնց որ քո տխրելը, բայց պիտի էմոցիաները մի կողմ դնենք ու շարժվենք բանականությամբ։ Ես այդ ընթացքում, քո բացակայության ընթացքում տպարանում ավելի շատ կաշխատեմ, որ երբ գաս, հարսանիքից հետո հանգիստ կարողանանք վայելել մեր ազատ օրերը։ Մի հատ էլ ենք շատ կարևոր բան մոռացե պայմանավորվենք։ Ինչ։ Դե հարսանիքից հետո մեղրամիսուր ենք գնալու։ Ինձ համար մեկ է, կարևորը միասին լինենք։ Լավ, ուրեմն ես կորոշեմ։ Բայց գիտես ուր եմ ուզում գնանք։ Բա ասում ես մեկ է։